Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սիրելի գործընկերներ, հարգելի հյուրեր, հարգելի իմ գերագույն խորհրդի գործընկերներ, այս տարի մեր անկախության 35 տարին է, 35 ամյակը։ Դուք Հայաստանում զգում եք այդ տոնական զգացողությունը։ Ամոթ է, ամոթ, հազարամյա ժողովուրդ, որը հարյուրամյա տարիներով երազել է անկախության, ու մենք հասել ենք այդ անկախության, սեպտեմբերի 21 ենք ունեցել, այսօր ամաչում են, ստվերում են, վախենում են, չգիտեմ, չկա, այդ տոնը չկա։ Եվ մեր այս առաջիկա ընտրությունները, հարգելիներս, ես այսպես եմ բնութագրում, սա ազգային ժողովի ընտրություններ չի, երբեմն մերոնց մեջ կա ընկճվածություն, երբեմն առաջարկ չմասնակցել, լինում են այդպիսի ներքին խոսակցությունների ժամանակ։ Սիրելիներս, ես ասեմ, որ սա ինձ համար եւ կուզեմ, որ ձեզ համար նույնպես լինի հանրաքվե։ Մենք այս ընտրություններին հունիսի 7-ին պետք է որոշենք, մենք տեր ենք մեր անկախությանը 35 տարի առաջվա, թե թողնելու ենք Նիկոլը մեզ ադրբեջանացնի, թե թողնելու ենք Հայաստանը դառնա վիլայեթ Թուրքիայի կամ Ադրբեջանի։ Եվ ամենևին սա չափազանցություն չի։ Եթե խորանաք այն տնտեսական ծրագրերի, էներգետիկ, ջրային, չգիտեմ, քաղաքական, դիվանագիտական, միջազգային, կտեսնեք, որ ամբողջապես, ամբողջ ծավալով Հայաստանը գնում է Ադրբեջանի վասալացման։ Եվ ինչու եմ ես ասում, որ այս ընտրությունները լինելու է հանրաքվե, որով պետք է մեր ժողովուրդը մի անգամ կամ տեր կանգնի, կրկին տեր կանգնի իր 91 թվականի հանրաքվեի արդյունքներին, կամ մենք մոռանում ենք պետականության մասին։ Ջրի համար, ես ասեցի, ուրեմն ներքին ջրերի համար կա մի հատ շերտ գիծ, որից հետո բնությունը հրաժարվում է վերականգնել իր ջրային ռեսուրսները։ Այդ ջրի ներքևի շերտը, եթե մի 6 մետրի ճիշտման ներքև, որքան էլ հորդառատ անձրև գա, որքան էլ դու ջուր լցնես, չի վերականգնվել։ Ես կարծում եմ ցավալորեն, այս հանրաքվեից հետո իմ ասած, եթե հայ ժողովուրդը տեր չկանգնեց իր անկախությունը, դառնալու է process անշրջելի, այսինքն մեզնից հզոր տղեր կան, մեզնից հայրենասեր տղեր կան, չեն կարողանալու վերականգնեն, որովհետև դեմոգրաֆիկ առումով, ռազմաքաղաքական, չգիտեմ, աշխարհում տիրող process-ների առումով մենք կուլ ենք գնալու։ Չեմ գունավորում, այս ընտրությունները կարևորագույնն են մեր պետականությունը պահպանելու համար։ Մենք ենք վերջին փրկողակը։ Նիլս Բորին, որ բան են տալիս, Նոբելյան մրցանակներով կլնեք, 40 տարի տառապելու, չարչարվելուց, այսպես աղքատության մեջ ապրելուց հետո, որ Նոբելյան մրցանակ են տալիս, ասում են, ինչի՞ս էր պետք, հասել եմ ափ, ու դուք ինձ խեղդելուց ուզում եք փրկել, հիմա մենք խեղդվելու փուլում ենք, Հայ ազգային կոնգրեսը կամ պետք է լինի այդ փրկողակը, մեր անկախությունը, պետականությունը փրկի, կամ չի լինելու, այս ձևով գնացեք ընտրության, Պարլամենտի հերն էլ անիծած, դեպուտատ լինելու հերն էլ անիծած, երկիր կորցնենք, թե չկորցնենք, հանրաքվեի ենք գնում, և այս խնդիրը լուծելու համար դուք պատրաստ եք, թե չէ, մանդատս ուզում եք հենց հիմա տվեք, պատրեմ գցեմ, ինձ պետք չի, ինձ տվեք իմ երկրի անկախությունը, մեր անկախությունը, և մտածեք այսպես, վերջին հորդորս, խնդրանքս, մի հատ վեր կանգնեք, ձեր թորների աչքերով 30 տարի հետո, 50 տարի հետո, ինչ են ասելու մեր սերունդի մասին, կամ այս են անկախության սերունդներ, որ պահեց երկիրը, որը ստեղծեց և հիմա էլ կարողացավ պահել, կամ տերը տվեց, այսինքն մեր վրա պատմական առաքելություն կա, յուրաքանչյուրը ձեզ դիտարկեք պատմության մի հատ կտոր, մի հատ էլեմենտ, մի հատ մասնիկ, Եվ եթե այս դիտարկումով տարածքային հեռվից և ժամանակային հեռվից նայեք մենք մեզ այսօրվա այս համագումարին, կտեսնեք, որ պարլամենտական ընտրությունները շատ փուճուրիկ բան են, այն մեծ խնդրի առաջ, որ մեր առաջ դրված է, պետության, պետականության պահպանություն։ Եկեք այդ մեր վրա դրած առաքելությունը, պարտքը հնարավորինս կատարենք։ Ես մեզ հաջողություն եմ ցանկանում։ Շնորհակալություն։